Սիրելի հայրենակիցներ, ձեր քվեն ստացած Հայաստանի Հանրապետության օրինական նախագահ Ռաֆի Հովհաննիսյանը իր հանրային ելույթում շեշտեց, որ հրաշալի ու աննախադեպ է և լիցքավորող, որ մեր ժողովուրդը այսքան պայքարից, ցավերից ու հուսախաբությունից հետո էլի պահանջում է իր իրավունքը, ուզում է փրկել իր ընտանիքն ու հայրենիքը և պատրաստ է գալ հրապարակ։ Տարիներ շարունակ չեք ստացել պատասխան մեզ հուզող օրախնդիր հարցերին։ Ազատվելու ենք սրանցից, այս ապօրինի իշխանություններից, կգա այդ օրը, պատասխանը մեկն է և իրական է, բոլորիս համախմբման, քաղաքացիական ընդվզումների ու անհնազանդությամբ և յուրաքանչյուրիս գիտակցական առաջնորդությամբ, սրանցից ազատվելու ենք, այդ օրը գալու է, իսկ երբ կախված է յուրաքանչյուրիցս։ Բոլորդ ականատեսն եք եղել վերջին մի քանի ամիսներին քաղաքական դաշտում վիճահարույց ընթացքի։ Ժառանգությունը բազմիցս նշել է Միացյալ հրապարակի ու Միացյալ օրակարգի անհրաժեշտությունը և հրատապությունը։ Ինչպես նշեց Ռաֆի Հովհաննիսյանը, ողջունելի է, որ Միացյալ հրապարակը կայացել է, սակայն միացյալ հարթակ, միացյալ ազգային օրակարգով դեռ չկա։ Հրապարակի դիմաց կա հարթակ, որը միասնական չէ, ու օրակարգն էլ ամբողջական չէ։ Միաժամանակ պետք է ունենանք այդ շիտակությունն ու տղամարդկությունը ասելու, որ որոշ բաց հարցեր դեռ մնացել են։ Հրապարակային գործողության շարունակականության խնդիրը, շարժման սկզբունքների հռչակման հարցը, որոշումների կայացման անհրաժեշտության հարցը։ Մինչև հիմա չկա վերջնական համաձայնություն հռչակագրի շարժման հրապարակային գործունեության մասին։ Հետևաբար, միացյալ օրակարգը և միացյալ առաջնորդությունը ձևավորելու նպատակով Ռաֆի Հովհաննիսյանը նախաձեռնում է հրապարակային հանդիպումներ։ 2014 թվականի դեկտեմբերի 5-ին ժամը 17:00-ին Երևանի Ազատության հրապարակում։ Դեկտեմբերի 6-ին ժամը 13-ին Վանաձորի Արցախ պուրակում և նույն օրը ժամը 17:00-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատերական հրապարակում։ Եվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, երկրի ապագայով մտահոգ հայրենակիցներին հրավիրում է քաղաքացիական ժողովի, ազատ, անկախ և սահմանադրական Հայաստան, անհապաղ և ամբողջական իշխանափոխություն։ Հիմա ժամն է, ով որ քաջ է, թող միանա։ Ինքնիշխան հանրապետություն, ճանաչված Արցախ, իրավատեր քաղաքացի, եռամիասնության ոգով։